Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 8 Տեր Եհովան օգնում է ինձ, Եսայի 50-րդ գլուխ 7-րդ խոսք։ Մարգարեության մեջ գրված այս խոսքը Մեսիայի խոսքերն են, իր հնազանդության այն օրը, երբ նա մահվան հանձնվեց, երբ իր մեջքը տվեց հարվածողներին և իր այտերը նրանց, ովքեր պոկում էին նրա մորուքը։ Նա վստահ էր աստվածային աջակցության վրա և ապավինում էր Եհովային։ Ով հոգի, քո վշտերը ոչինչ են, կշեռքի նժարի վրա եղած մանր փոշու պես, երբ համեմատվում են քո տիրոջ վշտերի հետ։ Չես կարողանում հավատալ, որ Տեր Եհովան օգնում է քեզ։ Քո Տերը գտնվում էր մի բացառիկ վիճակում, որովհետև լինելով մեղավոր մարդկանց ներկայացուցիչը, նրանց համար իրենը զոհ մատուցողը, անհրաժեշտ էր, որ Հայրը թողներ նրան և թույլ տար, որ նա հոգով լքվածության վիճակի մեջ մտներ։ Քո վրա նման անհրաժեշտություն դրված չէ։ Դու պարտավոր չես աղաղակել «Ինչու լքեցիր ինձ»։ Եթե քո փրկիչը նույնիսկ այդպիսի վիճակում շարունակեց ապավինել Աստծուն, մի՞թե դու չես կարող։ Նա մահացավ քեզ համար և դրանով անհնար դարձրեց, որ դու երբևէ մենակ մնաս։ Ուստի քաջալերվիր։ Այս օրվա աշխատանքների կամ փորձությունների մեջ ասա. «Տեր Եհովան ինձ օգնում է»։ Առաջ գնա համարձակությամբ, երեսդ վեմի պես հաստատիր և վճռիր, որ ոչ մի թուլություն կամ անվստահություն չմոտենան քեզ։ Եթե Աստված է օգնում, ապա ով կարող է խանգարել։ Եթե վստահ ես ամենակարող Աստծու օգնության վրա, ապա ի՞նչը կարող է քեզ համար չափազանց ծանր լինել։ Օրդ սկսիր ուրախությամբ և թույլ մի տուր, որ կասկածի որևէ ստվեր մտնի քո և հավիտենական լույսի պայծառության միջև։